Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մամիջանյան, քանի որ այս վերջին շրջանում եւ առաջիկայում, այսպես ուզենք չուզենք ամեն ինչ պատտվելու է ընտրությունների շուրջ, չեմ կարող դիմանալ պետք է այդ հակղությանը ու ձեզ չհարցնել։ Հանրապետական կուսակցության ճամբարում այսպես խորհրդավոր լռություն է ընտրություններին մասնակցելու ձևաչափի իմաստով, թերևս այդ իմաստով միակ բացառությունն արեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը ուղիղ 2 շաբաթ առաջ հայտարարեց, որ դեռ ձևաչափի հետ կապված եւ ընդհանրապես մասնակցության հետ կապված որոշում չկա, բայց միաժամանակ նաեւ գրեթե բացառեց այլ ուժերի հետ միավորման տարբերակը։ Հիմա մասնակցելու եք ընտրություններին։ Եկեք նախ վերջից գնամ ու հետո այդ նախագահ Սարգսյանի այդ պահին ասածը վերաբերելի էր ոչ թե մեր կամ որևէ մեր որոշման կամ իրողությունների հետ, այլ իրավիճակի հետ։ Այն պահին, երբ որ նախագահ Սարգսյանը դա հայտարարել էր, արդեն 3-4 հիմնական դերակատարներ հայտարարել էին, որ մենակ են գնալու ընտրություններին, պատասխանը ակնհայտ էր, այնպես որ դա ընդհանրապես հնչեցվեց։ Ինչ վերաբերում է հանրապետականի խորհրդավոր լռությանը, սա այն դեպքը չի, որ մենք ունենք որոշում, բայց պաուզա ենք պահում սպասված ավելի որոշում հրապարակելու համար, որովհետև այսպես թե այնպես բոլորը սպասում են մեր որոշմանը, իրականությունը կայանում է նրանում, որ մենք իրական քննարկումների մեջ ենք ու դրա մասին տեղեկացրել ենք մեր գործադիրից հետո, այդ քննարկումները շարունակում են։ Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, իսկ ինչի շուրջ եք քննարկում։ Տեսեք, եթե մենք մեր քննարկումների առարկան կամ մեր նպատակը լիներ 6 մանդատ ունենալ կամ 16 մանդատ ունենալ, մենք կարող էինք հավաքվել ու երկար ժամանակ քննարկել, թե ոնց անենք, որ 16 ունենանք, այլ ոչ թե 6։ Բայց մեր նպատակը, ինչպես եւ մենք հայտարարել ենք այս տարիների ընթացքում, իշխանափոխությունն է, Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Եվ մենք փորձում ենք գտնել, թե որ գործիքի, որ եղանակի կիրառման պարագայում դրա շանսերը կմեծանան։ Բոլորը գիտեն, որ վերջին 1 տարում շատ քննարկված քաղաքական առաջարկներից մեկը, եթե համեստորեն ասեմ, եղել է հանրապետականի առաջարկած իմպիչմենտի ծրագիրը, որը շարունակում է լինել նույն կարգավիճակում, եւ նորից մեր նպատակը Փաշինյանի հեռացումն է։ Ուստի մենք քննարկում ենք ընտրամաբանությամբ, թե որ գործողությունների արդյունքում դա ավելի իրատեսական կամ դրան ինչպես մենք ավելի շատ կնպաստենք։ Հենց այդտեղից է գալիս այն լռությունը, ինչպես դուք անվանեցիք, որը հանրությունն ընկալում է։ Դե դա ձեր վրա։ Եվ տեսեք, impeachment-ին քանի որ խոսք գնաց, տեսեք, impeachment-ը ես չգիտեմ ինչ հաշվարկային տարբերակ կար, դուք միանշանակ ասում եք, որ պետք է impeachment իրականացվի, ընդդիմության մյուս հատված խորհրդարանական ոչ այնա միացավ, ես մինչև այսօր չեմ հասկացել, միացան impeachment-ի պահանջին, չմիացան impeachment-ի պահանջին, կողմը լալով դեմ էին, թե դեմը լալով կողմ էին, էդ էլ դնենք մի կողմի վրա, բայց փաստն է, որ չեղավ։ Հիմա դրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ ընտրությունների արդյունքը լինելու է նաև այն, որ նախկին նախագահները այլևս չեն զբաղվելու քաղաքականությամբ։ Դուք անձամբ հակադարձել եք Նիկոլ Փաշինյանին, վարչապետին, ասելով, որ նախկին նախագահների հեռանալու ցանկություն ունեն միայն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ներողություն։ Հիմա այստեղ իմ մոտ, չգիտեմ, արդարացի թե անարդար հարց է առաջանում, ինչ են անում նախկին նախագահները, որ խանգարում են Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին։ Տեսեք, դուք ինձ դրտեցիք դրան, տեսեք։ Տրամաբանությունը հետեւյալն է։ Նախ պնդել նախագահ Սարգսյանը, ես ամեն դեպքում եկեք նախագահ Սարգսյանի տեսանկյունից պատասխանեմ հարցին, պնդել իր քաղաքականությունից հեռանալու մասին հարցեր տալ եւ այլն, իմ կարծիքով անիմաստ է, ձեզ չի վերաբերվում, որովհետեւ նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական Կուսակցության ղեկավարն է, մենք պարլամենտական ուժ ենք, հենա բոլորը սպասում են մեր խորհրդավոր լռությանը, ուստի քննարկում ունենալ մեր դերակատարման մասին ավելորդ է։ Ինչի է այնպես ստացվել, որ Ալիևը ու Փաշինյանն են դրա մասին ուզում։ Երևի որտեղ խանգարում ենք իրենց պլանները իրականացնելուն։ Ինձ թվում է պարոն Փաշինյանը լիքը մտածելու բան ունի,
որ ոնց որ թե իր պլանները ու Ալիևի պլանները այդ հարցում նույնն են։ Ու եթե թույլ տաք բուն հարցի հետ կապ չունի, բայց կարծում եմ տեղին է։ Հիշում եք տարվա սկզբին էր թե ավելի շուտ էր, երբ որ եթե չեմ սխալվում Ժնևում մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց մի նախադասություն, որը ընկալվեց որպես հրաժարում ցեղասպանությունից, որը իմ համար շարունակում է լինել խնդրահարույց նախադասություն, բայց ինքը հետո անդադար դրա մասին բացատրում էր, թե ինչ նկատի ուներ։ Կամ Ծիծեռնակաբերդի վերանորոգման պատմությունը, որը ներկայացվեց կամ քննարկվեց որպես վերացնում են եւ այլն եւ այլն։ Գիտեք, այստեղ մինչև անդրադառնալու իրենց արդարացումներին կամ բացատրություններին, որ այդ նկատի չունեին կամ վերանորոգվում էր եւ այլն, ես իրենց փոխարեն շատ ավելի շատ կմտածեի նրա մասին, որ հայերի զգալի հատվածը, ճնշող հատվածը պատրաստ է իրենցից լսել կամ սպասում է, որ իրենք կարող է վերացնեն ցեղասպանության ուշահամալիրը կամ ուրանան ցեղասպանությունը։ Ես դրա մասին իրանց փոխարեն շատ ավելի շատ կմտածեի, քան fake-ը թե fake չի։ Հիմա նույն պատմությունն է։ Փաշինյանի փոխարեն ես ավելի շատ կմտածեի նրա մասին, որ փաստացիկան մարդիկ, ովքեր խանգարում են իր եւ Իլհամ Ալիևի պլանների իրականացման։ Գիտեք ինձ ինչու այդ հարց տվեցի, ես էլ պարզաբանեմ, հա, որովհետեւ տեսեք, ձեզ հիմնականում ձեր քաղաքական ուժին, ձեր քաղաքական ուժի ղեկավարին նախագահ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են ինչի համար եւ դա տարբեր ճամբարներից է, անդիմադիր ճամբարներից է, ինչու որ նախ դուք ճանապարհ չեք տալիս նոր ընդդիմության ձևավորման համար եւ երկրորդը այնտեղ որտեղ կա Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անունը այդտեղ գործող իշխանության հաջողությունը այսպես ասեմ ապահովագրված է։ Փորձեմ լրիվ բաց պատասխանել այդ հարցին։ Առաջին մասով այդ մեղադրանքները մեկ-մեկ հենց մարդիկ են ինձ հնչեցնում։ Նայում են դեմքից լուրջ դեմքով։ Ու ասում են դուք 30 տարի, ես 35 տարեկան եմ։ Դուք 35 տարի թալանել եք։ Շարունակություն չպատմեմ։ Տղաներ եւ աղջիկներ։ Մի հատ գնայեք հանրապետականի ներկայացվածությունը պարլամենտում։ 3-ը երիտասարդներ են։ Պարոն Մարկյանն էլ է երիտասարդ, բայց շատ բարձր պետական պաշտոններ ա լրացրել, ես իմ Աննայի եւ Տիգրանի մասին եմ խոսում։ Հիմա փոփոխությունը ում մոտ կա հանրապետականի թե ուրիշ տեղեր։ Էս մեկ։ Երկրորդ անցնենք ավելի մեծ մակարդակին։ Դուք չեք թողում, որ ընդդիմությունը տղերք ջան շատ բարձ է ամեն ինչ։ Հայաստանում քաղաքական ընդդիմադիր գործունեությունը ակնհայտ ենթադրում է նաև վաղ թե ուշ փողոցային պայքարի բաղադրիչի ներառում։ Դա բարձ է, եթե մեր երկրում 50 քաղբան տարկյալ կա, դու հասկանում ես, որ դու ընտրություններով հաղթես, հեշտ գնացողը չի։ Հետևաբար ինչ որ պահի դու փողոցային պայքարի մեջ ներգրաված ես եղել։ Գիտեք, երբ հանդիմությունա փոխություն ճակերտների մեջ տեղի ունենալու։ Երբ որ հանրապետականը կանգնի մի տեղում ու ասի. «Ժողովուրդ ջան, մեր SSS իրավունքները ոտնահարվել են, եկեք հավաքվենք փողոցային ակցիայի»։ Ու մարդ չգա, ու այն բոլոր հրաշքները, որոնք նույնիսկ եթե իրանց տանը տեխնատություն դնեն, կարող է կիննել չքվեարկի, իրանք կանչեն մի քանի հազար մարդ գա։ Այդ ժամանակ շատ տրամաբանական կստացվի, որ հանրապետականը որպես դերակատար իր դերակատարումը կնվազեցնի, իսկ այդ հրաշքները կավելացնեն։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, այդ խոսակցությունները լրիվ դատարկ են։ Ընդ որում, այդ խոսակցությունները հանրային մակարդակում մի ձև են, ես ցավոք սրտի ներկայ եմ եղել բանակցություն կոչեցյալներին, երբ այդ նույն կերպարները ասում են հետևյալը. ձեր մարդկային ռեսուրսը, կուսակցական կառույցները եւ այլն, խնդրում եմ թողեք, տվեք մեզ։ Ձեր քաղաքական կապիտալը, ձեր հիմնական միտք գեներացնողներին եւ այլն թողեք մեզ, ձեր միջազգային կապերը, IPP եւ այլն թողեք մեզ, բայց դուք մի երևացեք։ Եվ ազդեցությունը լրատվամիջոցների վրա է թողեք։ Եթե հա, դա էլ հետները թողեք։ Բոլոր ռեսուրսները թողեք, բայց դուք մի երևացեք։ Թողեք, բայց դուք ինչ համար եք պետք։ Ներողություն, տեսեք, երբ դեք ասում եք ուղղակի շարունակելով, հա, տեսեք, երբ ասում եք այս հրաշքներ կան, որոնք այսպես են անում, այնպես են անում, կան ուրիշ հրաշքներ, որոնք հավաքում են 3 կամ 4000 կամ 5000 10000 մարդ, հետո այդ հրաշքների միանում եք դուք եւ այդ 10000-ից մնում է 1000-ը։ Իրանք ասում են, այ որովհետեւ դուք եկաք միացաք։ Ես նախ նման դեպք, չգիտեմ,
բացատրեմ ինչի այդպես թվում։ Ես ու անդիմադիր քաղաքական դաշտից մի քանի իմ գործընկերներ, որոնց անունները չեմ տալի, որովհետև իրավունք չունեմ։ Սենց մի դառը զգացում ունենք, որ իրար հետ միականի անգամ զգացել ենք։ Երբ որ այս կամ այն փողոցային պայքարի սկզբնական ամենաակտիվ փուլն է, մինչև փորձում ես հասնես բեմին, որ ելույթդ ունենաս, քո պլանավորած ծրագրած ելույթը հոգից դուրս է գալի, որովհետև նենց են բեմի շուրջը փակում այդ հրաշքները։ Տեղ ու դադար չկա։ Բայց այն դեպքերում, երբ այդ շարժումը այս կամ այն պատճառներով, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, նվազ հետաքրքրություն է ունենում, ինչ որ ժամանակ անց։ Այդ ժամանակ էլի մենք ենք, որ պատասխանատվությունը շարունակում ենք կրել։ Եվ նույնիսկ եթե մեր խնդրանքով հավաքվել է այն քանակությամբ մարդ, ոչ այնքան ինչքան մենք ակնկալում էինք, հարգանք է մեր պայքարի ընկերների նկատմամբ վերկանալու խոսել։ Որոշ դեպքերում փորձում են դա ներկայացնել, տեսեք դուք եկաք միացակ, մնաց այսքան եւ այլն։ Դա այդպես չի։ Եվ երկրորդ, համախմբման տեսանկյունից ես միշտ նույն օրինակն եմ բերում։ Երբ Քաբանտարկել Բագրատ Սրբազանը նախաձեռնում էր Սրբազան պայքարը, տեղի ունեցավ մի մեծ հանդիպում հասարակական դաշտի ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպման ժամանակ ես նստած էի, ես միշտ մոռանում եմ իր անունը, հիմա Բերթում մարդը, որ նախագահ Սարգսյանի դեմ մահափորձ էր նախաձեռնել, Վարդան Այբուսագետի մասը։ Չէ, նախագահ Սարգսյանի դեմ։ Իգլաների եւ այլնի պատմություն։ Նորքի բանդայի մասին է խոսում։ Գնում ինձ թվում է բոլորը հասկացան ում մասին ենք խոսում։ Եթե չեմ սխալվում Վարդան։ Ես այդ մարդու հետ էի նստած, դիմացս ինքն էր նստած։ Երկու աթոռենկոն Վուդրո Վիլսոնենք էին։ Նույնպես կարծում եմ ակնհայտ է, որ իմ համար վստահելի գործընկերները չեն։ Բայց ես ոչ մի բառ չէի ասում։ Նկատի ունեք Բևերը։ Այո։ Ես ոչ մի բառ չէի ասում, գիտակցելով, որ մենք այս պահին դրա ժամանակը չի։ Դրանից հետո հանրապետականին հարցեր տալ համախմբման հետ կապված անընդունելի է։ Չի եղել մեկ դեպք, որ որևէ համախմբման ֆորմատում հանրապետականը անգլերեն deal breaker են ասում, այսինքն որ մեր պատճառով գործարք չկայանա, այսինքն մենք ուլտիմատում դրենք, ասենք sense չի լինելու։ Գործարք տապալող լինի։ Ավելին ասեմ, եղել են ցույցեր այս տարիների ընթացքում, որտեղ հանրապետականը ներկայացված է եղել մի քանի 100 հոգով։ Այդ պահին հարթակից հանրապետականի մասին հերուրենք ու սուտ են ասել։ Բայց մենք չենք գնացել այդտեղից, որտեղ եթե մենք գնայինք, նորից կմնային խոսացողը, կինը եւ խոսացողի զիրուհին, իսկ մենք չէինք ուզում, որ արձանագրվի, որ այդպիսի հանրահավաքը թեկուզ ոչ այդքան վստահելի ընդդիմադիրների կողմից։ Այ դա է հանրապետականի մոտեցումը։ Դուք լինելով պահպանողական դեպքում ինչի եք գնում հանրահավաքի, որտեղ խոսում եմ մի մարդով զիրուհի ունի, չէ՞։ Լավն է, շատ լավն է։ Եվ տեսեք, մի քիչ ավելի ընդլայնենք, այսպես ասենք, զրույցի ծրագիրը։ Դուք շարունակում եք կտրականապես դեմ լինել Թրամփի ուղի կոչվող ծրագրին, թե ոչ։ Կտրականապես դեմ ձևակերպումը շատ սխալ է մի շարք պատճառներով։ Դրա համար հարցն է։ Այո։ Նախ եկեք ամենահիմնարար, քանի որ պարզ զրույցով են գնացել, պարզով էլ գնանք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն երկիրը չի, որի հետ դու որևէ փաստաթուղթ նախաստորագրես, ոչ թե որի հետ, այլ որի վկայությամբ, որովհետև իրավական ձևակերպումը այդպեսին է եղել։ Հետո իշխանության փոփոխությունից հետո ասես, գիտես ինչ, ջնջենք նորից սկսենք։ Լավագույն տարբերակը, որը դու ունես, դա բանակցելն է, լրացնելն է, երաշխիքներ ավելացնելն է։ Այնպես որ մենք շարունակելու ենք այդ գործընթացը, բայց մի քանի շատ կարևոր կետերով, որոնք ես հիմա շատ կարճ կփորձեմ ներկայացնել։ Առաջին, երաշխավորի ինստիտուտ։ Փաշինյանը ու իր խմբակը փորձում են անդադար ասել տնտեսական կապերը լավագույններից դուրս գնալ։ Okay, ես մարգինալների նկատի ունեի։ Դες միտքս կտրեցիք։ Տնտեսական համագործակցությունը աշխարհի լավագույն խաղաղության երաշխիքն է։ Ես պիտի վկայակոչեմ այս պահին ամենամեծ ռազմական ընթացող կոնֆլիկտը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Ավելի
փոխկապակցված տնտեսապես երկրներ շատ քիչ կա, որտեղ բացի նրանից, որ Ուկրաինայի համար շատ մեծ շուկա է Ռուսաստանի Դաշնությունը, նաև էներգակիրների տրանզիտի հարց կա, այսինքն մի քանի շերտով է այդ տնտեսական կապը, ասես կարծես թե արդյունք չունեցավ։ Մեկ երկրի երաշխավորի ինստիտուտը նույնպես հիմա չի գործում։ Էլի նույն օրինակը ամենալավն է, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը պայմանագրերից մեկով Ուկրաինայի անվտանգության երաշխավորն է։ Հետևաբար մենք ասում ենք, որ առկա համաշխարհային վիճակի պարագայում անգլերեն մի հատ տերմին են մտցրել world disorder, համաշխարհային անկարգություն։ Անհրաժեշտ է ունենալ մի քանի երաշխավորի ինստիտուտ։ Մենք համարում ենք, որ Մինսկի խմբի ձևաչափը, չեմ ասում նույն Մինսկի խումբը պիտի շարունակվեր, մանդատով էլ չէր կարող, բայց ձևաչափը դրա լավագույն օրինակներից է ներկայացված Ռուսաստանի Դաշնությունը, ներկայացված Ամերիկայի Միացյալ Նահանգները, ներկայացված է Եմեն որպես Ֆրանսիա։ Կարա ներկայանա արդեն որպես Եմեն իրականացնի։ Գետ առաջին։ Կռվանը, որ այդ երկրները իրար հետ հիմա չեն խոսում, նախ խոսում են, երկրորդ Վրաստանի 2008 թվականի դեպքերի հետ կապված կա ստեղծված մի ֆորմատ, եթե չեմ սխալվում, Վիեննայի ֆորմատ է կոչվում, բայց գուցե քաղաքը սխալվեմ։ Ու այդ ֆորմատը 23 թվականին օրինակ հանդիպում ունեցել այնտեղ Եմենն էլ կա, Ռուսաստանն էլ կա, ԱՄՆ-ն էլ կա, մի քանի երկրներ էլ վերադիր։ Հիմա առաջին բաղադրիչ շոշափելի երաշխիքներ, որովհետև նախագահ Թրամփի վկայությունը իսկ ինքը հենց այդպես էլ ձևակերպած է։ Իմ խորին հարգանքով թե նախագահ Թրամփի եւ թե ԱՄՆ-ի նախագահի ինստիտուտի հանդեպ բավարար չի Ադրբեջան պետության պարագայում, որովհետեւ փոխվում են շահեր, փոխվում են ադմինիստրացիաներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս մեկը։ Երկրորդ, ու ամենակարևորը։ Ամենասկզբում նույնիսկ մինչև Ամերիկյան միջնորդության բանակցությունների մեկնարկը ելքային պահանջները այս հարցով որոնք էին Ադրբեջանը պահանջում էր իր ընկալումներով միջանցք Հայաստանի Հանրապետությունը ասում էր պետք է ապա շրջափակում տրանսպորտային ճիշտ է մենք այդ ելքայինով ենք մտել թեմայի մեջ այսպես ասած արդյունքում հիմա մենք ունենք մի ճանապարհի վերաբերյալ բավական մանրամասն համաձայնություններ նախաստորագրած եւ այլն ինչ որ տեսքով որը մի մասը անվանում են միջանցք Փաշինյանը փորձում ասել որ դա այդպես չի բայց սրա հետ կապված մենք չունենք ոչ մի բան այսինքն մենք մանրամասն իբր թե քննարկել ենք թե ոնց է լինելու Ադրբեջանի պահանջը Փաշինյանը ասում ենք երաշխիք որ կլինի ապաշրջապատում այդ նկատի ունեք չենք տվել իրանք ասում են տվել ենք վերանանք դրանից բայց սրա մասին մենք հենց քննարկում չունենք ապաշրջապատման եթե օրինակը բերվելու է ծորեն եւ վառելանյութերը ապա Հայաստանը այն ժամանակ էլ էր ասում մեր տարածքը օգտագործեք եկեք մաքսային սովորական ընթացակարգով ինչպես եւ անցել այդ ծորենը եւ վառելիքը անցեք մեր երկրի տարածքով գնացեք ուզում եք մեր ճանապարհները դες փեշքեշ, ինչին Ադրբեջանը չէր համաձայնվում։ Հիմա ես հետ եմ հարցնում, եթե Ադրբեջանը մտել է բանակցության մեջ այս պահանջով, այդ պահանջը իրանց պնդմամբ ամբողջությամբ կատարվել է, բայց փաստացի առնվազն վերջնականացված է։ Իսկ ստեղի վերաբերյալ ոչ մի կոնկրետացում չկա։ Դա լավ բանակցություն է։ Դա կոչվում է Ադրբեջանի պահանջները չկատարվեց։ Տեսեք, չեմ էլ մտնում է սահմանադրության փոփոխություն եւ այլն, չեմ մտնում են հարցին, որ գերիների հարցը կապված չի դրան, չեմ մտնում են հարցի մեջ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից ադրբեջանցիների դուրս բերելը չգալը խաղաղության հետ ինչ կապ ունի, այլ չեմ էլ մտել այդ դաշտ։ Մի պահանջի մասին եմ խոսում ես։ Եվ դա է խնդիրը, որ մենք ասում ենք, որ մեզ այո պետք է ապաշրջափակում, այլ ոչ թե պահանջների կատարում ու պետք է մատուցել արժանին փաշինյանական ռոպագանդային։ Ինքը կարողացել է քաղաքական դիսկուրսը բերել նրան, որ մենք բոլորս իրար հետ լուրջ դեմքով քննարկում, պայքարում, բանավիճում ենք, թե լավն է այս լուծումը, թե լավը չի։ Բա մեր պահանջների իրականացման մասին մենք չենք խոսում։ Պարոն Ամիջանյան, ուղղակի այսպիսի մի նրբություն կա, որի վրա ես կուզեի որ ձեր ուշադրությունը հրավիրի, ավելի շատ ձեր չի, հիմա տեսեք օրինակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահ Պասուլիսի ժամանակ այսպիսի մի օրինակ բերեց, ասեց, եթե դուք նայեք Միացյալ Նահանգների արտաքին առևտրի մասով հարավային Կովկասը ինչ տեղ է գրավում, կհասկանաք, որ թրիփը
ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչ ունի ավելի շատ։ Եվ այստեղ անուշադրության մատնվեց հանգամանքը, որ թրիփը եւ ոչ միայն թրիփը, այսինքն նույն ադրբեջանական հաստվածը, Թուրքիայով անցնող հատվածը, դա ստեյության ճանապարհ է, որը կենտրոնական Ասիան է կապում այս ամեն ինչը։ Այսինքն հարավային Կովկասի չէ, հարավային Կովկասի հետ Միացյալ Նահանգների առևտրի ծավալը ընդհանրապես էական չի։ Հա, տեսեք, թույլ տվեք նախագահ Քոչարյանի ասածները մեկնաբանելու որևէ խնդիր չկա, բայց այնուամենայնիվ նայելով այդ ասուլիսը ես հասկանում եմ, ես օրինակ եմ բերում, որովհետև ինքը բավական տարածված։ Ես ենթադրում եմ, որ նախագահ Քոչարյանը նկատի ուներ այն հետ հարցը, որ Ամերիկայի գործող ադմինիստրացիան երկրների հետ հարաբերությունները պետական մակարդակում կառուցում է հիմնականում շեշտադրում կատարելով տնտեսական կապերի վերաբերյալ եւ հարավային Կովկասի 3 երկրների հետ իրենք Հայաստանի ճշտում 100 քանի երրորդն է։ Բայց դնենք դա մի կողմ։ Ու դուք ձեր հարցի մեջ ասեցիք ինչ որ ես պիտի պատասխանեի բացատրեմ ինչի։ Դա ձեր ձևակերպումը չի, դա Արարատ Միրզոյանի ձևակերպումն է։ Հարավ Միջին Ասիան միացնել ուզում եք անվանեք թուրքական աշխարհին, ուզում եք անվանեք Եվրոպային, Միրզոյանը ասում էր Եվրոպային։ Այ հենց այդ ձևակերպմամբ է առաջ գալիս այդ ծրագրի շատ քաղաքականացված կամ աշխարհաքաղաքական բնույթը։ Բացատրեմ ինչի։ Եթե մենք ասենք, որ այստեղ գծում ենք գիծ, որը միացնելու է մեզ երկուսից, մենք տրամաբանորեն ասենք գիծ Լևոն Սաղդարանից մինչև Հայկ Մամեջանյան։ Որովհետև այնտեղ կա մի մեծ ու շատ կարևոր ու տնտեսապես շատ զարգացած, փաստացի առաջին տնտեսությունը աշխարհում, երկիր, կոչվում է Չինաստան։ Ինչի՞ չես ասում Չինաստանը Եվրոպային միացնող կապ, որովհետև տնտեսական, լոգիստիկ տեսանկյունից այդպես պիտի ասես։ Պիտի ասես Լևոն Սարդայանին Հայկ Մամեջյանի հետ միացնող կապը։ Չէ։ Հավաքական արևմուտք տերմինը շատ սխալ տերմին է քաղաքագիտական տեսանկյունից, բայց ամեն դեպքում հավաքական ճակերտներով արևմուտքին հետաքրքրում է Միջին Ասիան, ընդունենք միկրոֆոնը, միացնել Հայկ Մամեջյանին։ Դրա համար նույնիսկ բանավոր խոսույթի մակարդակում այս ամեն ինչը անվանվում է միկրոֆոնը Հայկ Մամեջյանին միացնող։ Հենց այդ դա էլ ապացուցում է միլիարդերորդ անգամ, տեսեք ամենապարզն են վերցնում ավելի չծանրացնելու համար, որ սա առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծ է, այլ ոչ թե տնտեսական։ Իսկ ով ամեր։ Նույնիսկ այդ դա իմ հաջորդ բանն էր, նույնիսկ այդ աշխարհաքաղաքական նախագծի մեջ կարելի է ստանալ որոշակի օգուտներ։ Օրինակ տեսնելով, որ դա անհրաժեշտ է, ասել օքեյ, բա մնացած կապերս, բա իմ մնացած ճանապարհները, լավ ձեզ էսա պետք տղերք, ինձ էլ էսա պետք, ինձ էլ պետք է ապաշրջափակվեմ, ոչ թե իմ տարածքով միայն։ Ես էլ պետք է ապաշրջափակվենք, կներեք, Նիկոլ Փաշինյանը վարչապետ դիմեց Ռուսաստանին, ասեց արգելի, սիրելի գործընկերներ ջան, եկեք այն վերևի հյուսիսով անցնող ճանապարհը երկաթգիծը նկատի ունեն դեպի Թուրքիա գնացող եւ Ադրբեջանից Հայաստան մտնող վերանորոգեք, մասնակցեք մեր ապաշրջափակմանը, ստացեք ճանապարհ դեպի Թուրքիա երկաթգծային ուղիղ։ Ուր են։ Ես չգիտեմ, թե ինչ որոշում դրա հետ կապված կայացնի Հարավկովկասյան երկաթուղիները, ես իրանց հետ որևէ առնչություն չունեմ, բայց մենք նորից խոսում ենք Հայաստանով անցնող տարածք ճանապարհների մասին, բայց այդտեղ մի հատ էլ նյուանս կա։ Մենք Ադրբեջանի տարածքով անցնող տարանցիկի հարցեր ունենք։ Ու բացատրեմ, թե ինչու նա խնդիրը։ Սա իմ փոքր տենց դառը փորձից եկող կանխատեսումն է։ Երբ որ հարցը արդեն առաջանա Ադրբեջանի տարածքով անցման, Փաշինյանը կամ ինչ-որ մեկը իրանց մոտից նման օրինակ մի ինչ-որ ելույթ կունենա։ Կասի դե, տեսեք, ես ժամանակին ասում էի, որ մեր երկրում բոլոր սահմանները, բոլոր սահմանային կետերը սարքելու եմ էլեկտրոնային, front office, back office-ով։ Հիմա այդպես է։ Ադրբեջանը հետամնաց, ոչ այդքան հարուստ, տեխնոլոգիաներից բան չհասկացող երկիր է։ Դե իրանց մոտ տենց չի։ Իրանց մոտ պիտի տո լավ էլ ադրբեջանցի սահմանապահի հետ առնչվես, ինքը դանակով քերի ինչ-որ դրոշներ, ինչ-որ մեքենաների վրայից, եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եթե տեսեք Անդին գնամ, կասեմ ինքը կարող է ստուգի բազաներով ձեր տղան ծառայել է Լեռնային Ղարաբաղի տարածքում, թե ոչ։ Դուք մասնակցել եք առաջին հերոսամարտին, թե ոչ։ Դրա հետևանքներով, բայց տեսեք այդքան վաղ սցենարներ չեմ գնում։ Ու հիմա ես նորից այդ հարցը տալիս եմ։ Փաշինյանը շատ է սիրում ասել այդ փաստաթղթի մեջ այդ 4 բառերը, որ հավասարություն եւ այլն եւ այլն։ Ու դրան ես միշտ նույն պատասխանն եմ տալու։
փոխադարձություն հավասարություն։ Մենք կարող ենք ես եւ դուք հիմա փոխադարձ եւ հավասար պայմանավորել, որ առաջիկա 3-4 ամիսների ընթացքում ազգային ժողովում ոչ մի ելույթ չենք ունենա։ Դա լինելու է փոխադարձ համաձայնություն, բայց խնդիրը այն է, որ ազգային ժողովում ելույթ ունենալը իմ աշխատանքի բաղադրիչներից մեկն է, իսկ ձեր աշխատանքի հետ դա ոչ մի կապ չունի։ Բայց պայմանավորվածությունը փոխադարձ է։ Նույն պատմությունը այնտեղ է։ Երբ որ Նիկոլ Փաշինյանին ու սա խայտարակություն էր, երբ որ Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հարցրեցին, իսկ ունենալու ենք արդյոք Հայաստանի Հանրապետությունը որպես վերահսկողական մեխանիզմ կամ գոնե տեղեկատվություն, թե այդ ճանապարհով Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան զենք զինամուտեք սպառազինություն տեղափոխվելու է, թե ոչ։ Փաշինյանը պատասխանեց հետևյալը. ամեն ինչ հավասարազոր է։ Եթե մենք Ադրբեջանի տարածքով, հիշեցնեմ, խոսքը գնում է Երազղից Մեղրի իջնելու մասին, որը խնայելու է 100 կիլոմետր։ Հնարավորություն ունենանք սպառազինություն տանել։ Իրանք էլ կունենան հայելային դրա հնարավորությունը։ Արդյոք ստեղ հավասարությունն ու հայելայինությունը կամ փոխադարձությունը խնդրի լուծումը։ Պարզ չի, ինչ տարբերություն մենք սպառազինությունը 100 կիլոմետր ավել թե պակասով հասցնենք Մեղրի, մեկը կարող ենք հասցնել։ Իսկ իրանք չեն կարող, որովհետև Իրանը ժամանակ առ ժամանակ սպառազինության հետ կապված խնդիրներ է առաջացնում եւ այլն եւ այլն եւ այլն։ Դա ենք մենք փորձում բացատրել մեր քաղաքացիներին, որ Փաշինյանը ուղղակի մանիպուլացնում է, խափում է, ցույց է տալիս նկարը, բայց իրականությունը երևի ենթադրում եմ ինձնից լավ գիտեք, որ Նախիջևանը մինչև ատամները զինված։ Ու դրա համար ցամաքային ճանապարհ իրենց պետք չի։ Նախիջևանը զինված է եւ այո, երկուսս էլ դա գիտենք, որ այնտեղ համազորային բանակ է ադրբեջանական, բայց ոնց է ձևավորվել այդ բանակը։ Դե պաշտոնականն եմ ասում, բայց ոնց է ձևավորվել այդ բանակի սպառազինության զգալի հատվածը։ Եական Մինսկի խմբի աչքերի առաջ։ Եվ միշտ դա ձևակերպելով, որպես մենք անում ենք ուչենյե բառն եմ հայերեն մոռացել։ Վարժանքներ, ռազմական զորավարություններ, այդ բառն ես միշի։ Եվ զենքը որպես կանոն մնացել է այնտեղ, այնպես ինչպես իրենք արեցին 20 թվականի 44-րդ պատերազմից առաջ։ Ուստի գիտեք Էս ձեր ասածը, նաև Համինսկի խումբը ինչ էր անում, որ կարելի էր լուծարել ասածը, եթե այդ ամեն ինչը այդքան անկապ բաներ են ու Ադրբեջանը այսպես թե այնպես դա կարող էր անել, բախի են 4 տարի դրա համար պայքարում։ Եթե սենց թե նենց կարողանում են զինել, բայց չեն պահանջում միջանցքային տրամաբանություն։ Եթե Մինսկի խումբը որևէ իմաստ չուներ, ինչ են նախապայման դա դնում։ Հայկական կողմը ասում է, որ ես միջանցքային տրամաբանություն չեմ ընդունում եւ չեմ ընդունում, որ իմ վրա են փորձում միջանցք կիրառել։ Դա հրաշալի է, որ Նիկոլ Փաշինյանը դա այդպես ասում է, ուղղակի խնդրեմը կայանում է նրանում, որ ստորագրելուց 30 վայրկյան հետո նախագահ Թրամփը օգտագործում է միջանցք բառը ու թող ինձ ոչ մեկ հեքիաթներ չպատմի, անգլերենը լիքը հոմանիշներ ուներ։ Ամերիկյան մամուլը վերլուծական հիմնականում միջանցքային տրամաբանությունն է գրում, եվրոպական վերլուծական մամուլը հիմնականում միջանցքային տրամաբանությունն է գրում, ռուսական վերլուծական մամուլը նույնը, դե Թուրքիան ու Ադրբեջանը ինչ են ասում, դե պարզ է ինչ էր ասել։ Ու կարող եմ ես այստեղ օրինակ բերել։ Ժամանակին, երբ ու դուք այդ գործընթացին շատ լավ ծանոթ եք, ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները նախագահ Սարգսյանի օրոք։ Հիշում եք, մեր քաղաքացիներից կարող մոռացած լինեն, տևական ժամանակ կար, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը չէր ժամանում։ Ինչու՞մն էր կայանում խնդիրը։ Թուրքական կողմը պահանջում էր, որպես ստորագրումից հետո լինեն մամլո ասուլիս կամ գոնե հաղորդագրություններ։ Ու չէր համաձայնվում հրապարակել, թե ինչ են պատրաստվում ասել։ Հայկական կողմը կանխած գալով, որ այդ ընթացքում ասվելու են բաներ, որոնք հաշվի առնելով հարցի զգացական սենսիտիվ լինելը շատ վատ են մեկնաբանվելու, ասում էր, չէ, ինչ ստորագրել ենք կամ իրար հետ համաձայնեցնում ենք հայտարարություններ։ Վերջում եղավ այնպես, ինչպես մենք էինք պահանջում։ Նույնը կարելի էր նախագահ Թրամփի ադմինիստրացիային բացատրել, որ գիտեք ինչ, մեր երկրում միջանցք բառը ունի շատ սենսիտիվ ընկալում։ Ուստի եթե իրականության մեջ սա միջանցքային տրամաբանություն չունի, եկեք այդ բառից զերծ մնանք։ Երաշխավորում են, որ իրենք կհասկանային։ Հիմա եթե նույնիսկ դա չեն կարողանում համաձայնեցնել, բայց ոնց են վետոյի իրավունքը կիրառելու, որովհետև իմ համար երկրագնդի ամենածիծաղալու նախադասություններից մեկն է, որ Նիկոլ Փաշինյանը կկիրառի վետո նախագահ Թրամփի այս կամ այն որոշման մասին, խոսքը գնում է կոնցեսիոն կառավարման, մասնաբաժինների եւ այլնի, թեպետ ըստ իմ մի ամիս առաջ արած հայտարարության այդ մասնաբաժիններն էլ այդ էական չեն այդքան, որովհետև Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը համագործակցության հուշագրեր է կնքել BlackRock-ի, JP
եւ մի շարք այլ ամերիկյան խոշոր ներդրումային հիմնադրամների հետ ու այս մի ամիս անցել ու ոչ մեկից չի կարողանում երաշխիք տալ, որ ադրբեջանական կապիտալը ամերիկյան 76%-ի շրջանակներում ներգրավված չի լինելու TRIP-ի ներդրումների մեջ։ Ամենայն դեպս այդ երաշխիքը ինչքանով որ ես եմ լսել, կա այն փաստաթղթում, որ ստորագրել են հայ եւ ամերիկյան կողմերը։ Այդ փաստաթղթում կա 76-24 համադրությունը, բայց թե այն Ամերիկայի 74-26։ Այդ դες 2% մեզ բացասնում է, անթույլատրելի է 74-26։ Այդ 74-ի մեջ եղած խոշոր կապիտալը, իսկ BlackRock-ը բոլորը գիտեն թե դա ինչ է նշանակում, որևէ սահմանափակում ունենալու է թե չէ, ոնց որ թե չէ, ես օքեյ չեմ, ով փող ունի ինքն էլ թող գա այդ 76%-ի մեջ փայ մտնի գաղափարի հետ։ Շնորհակալություն զրույցի հետ։ Զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։